սովորական հաղորդումների սահմանադրական կարգազորին տապալելու պատերազմի բռնության, դաժանության քարոզ օրինակով տեղեկության տարածումը ցանկը երկար իշխական։ Արդեն իսկ քրեորեն պատժելի են որն իմաստը ներառելու այս օրենքի մեր փոփոխություններ կատարելու եւ արդյոք իշխանության համար հնարավորություն չի ստեղծում սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը եւ եթե ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ հյուրը հայտարարություն է անում, որի բովանդակությունը արգելված է այս օրենքով, արդյոք մեդիան է պատասխանատուն այս իրավիճակում եւ արգելվում է նաեւ օտարերկրյա ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքի միջամտող բովանդակության տարածումը դա կարելի է կամայականորեն մեկնաբանել, ինչ մեխանիզմով է որոշվելու դա միջամտությունը թե կան։ Շատ ճիշտ եք, տեսեք, լուծումները կան, օրինակ բնականա, որ ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել քո հյուրի բովանդակությունը, այստեղ արդեն լրագրողները պետք է պատրաստված լինեն եւ մեր օրենսդրությունը եւ մեր նորմատիվ ակտերը եւ հեռուստաընկերությունները դրա մասին գիտեն, պահանջում են, որ այդպիսի ժամանակ կամ վարողը կանգնեցնի եթերը, նկատողություն անի, առաջի անգամ, եթե հյուրը չլսի եւ շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը պետք է դրանով ավարտվի։ Եթե դրա հնարավորությունը չկա, ոնց է մեր մոտ նշած, բան ժամկետներում, կար ժամկետներում նույն հաղորդման եթերում կամ նույն բանի հեռուստահաղորդման ծրագրի եթերում պետք է վարողը հեռուստաընկերություն ներողություն խնդրեն, բացատրեն, որ դա ուղիղ եթերում է եղել եւ հավաստիացնեն, որ չի կրկնվի։ Այսինքն մենք հնարավորությունը տալիս ենք դա միանշանակ եւ կրկնում եմ, ասա ամբողջը նրա համար է, որպեսզի այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն։ Հասկանում եք, միայն դրա համար, այսինքն 1, 2, 3, 4 եւ դա պարզ է, որ եթե դա դառնում է տվյալ խմբագրության խմբագրական քաղաքականության բաղադրիչը, ինքը ինչ որ դեր է քաղաքական կատարում, այդ ժամանակ նրանք խնդրեմ են ունենում, նույնը վերաբերում է վերահաղորդվող օտար ծրագրերին, այնտեղ էլ բավականին մենք ունենալու ենք, մենք հիմա մեր իրավաբանական վարչությունը զբաղվում է իրավական ապահովման, մենք պետք է հասկանանք ինչ կարգեր պետք է ընդունենք, ինչ պետք է անենք, բայց հավատացնում եմ ձեզ, որևէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել, մենք միշտ մի կարևորագույն մեր միսիան մենք համարում ենք առաջի հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը եւ ցանկացած նույնիսկ երկիմաստություն, օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների, հատկապես ABN-ին ինձ թվում է սա չի բանանում, ոչ մի ABC-ին, մի քիչ վերաբերվում է ինձ թված նարեկի կանալն, պետք է ուշադիր լինեք, որովհետեւ մի մասն էլ ձեր մոտ բանի, ձեր բովանդակության գեներացումը ոչ Հայաստանում, դրսում ստուդիաներ ունեք, ես չեմ սխալվում, միայն հայկականը, դրսում ստուդիաներ չունեք, չէ՞։ Շատ լավ, ուրեմն շփոթում եմ, կներեք։ Եվ ինչպես են հասկանալու օտարերկրյա հաղորդման ժամանակ կարծիքային չէ, թե միջամտություններ, ինչ մեխանիզմներով են։ Սա ամենադժվարն է, եւ մեր դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն արտադրության նախարարությունը, օրինակ Համազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պետք է մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեթերցում հետո չպարունակի եւ չտա մեզ, այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին, դուք ճիշտ եք ասում, սա դեռ լուծված խնդիր չի, որտեղ նաեւ միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը ներքին գործերի մեջ խառնվելը, այլ բաներ գործում են, այլ սահմանափակումներ, բայց սա մենք չենք կարող գտնենք, սա վիճելի է, ճիշտ եք նկատել, շնորհակալություն։ Հաջորդ հարցը